Սկզբում խուճուճիկ, հետո ջակի ջուկի ոճով աչքի ընկնող Հռիփսիմե Հունանյանին է ՔՊ-ն վստահում Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Արսեն Թորոսյանի սոցապնախարար դառնալուց հետո է այդ հաստիքը թափուր մնացել։ Տիկին Հունանյանը ծնվել է Էմմա Պալյանից ընդամենը 1 րոպե 15 վայրկյան է պահանջվում Հռիփսիմե Հունանյանի կենսագրությունը ներկայացնելու համար։ Նա ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։ Բժշկական քոլեջի բուժքույրական գործբաժինը Հունանյանի մասնագիտական գործունեությունը մեկ նախադասությամբ կարելի է այսպես ձևակերպել. բուժքույր է, աշխատել է որպես բուժքույր, դարձել ավագ բուժքույր։ Իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Սրտնեղում է Հռիփսիմե Հունանյանը Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանի հարցից։ Սա ընդունեցինք։ Բարձրագույն կրթության մեկը ՔՊ-ում չկա, որ միջին մասնագիտական կրթության падգամավորը պետք է առողջապահության հանձնաժողովը գլխավորի։ Իհարկե շատ ավելի լավ է, որ Էմմա Պալյան ու Հրաչյա Հակոբյան չի առաջադրվել, բայց առնվազն Լուսինե Բադալյան կար։ Դուք չեք որոշում մեր խմբակցությունում ում առաջադրենք։ Եթե ուզում ես քանդել պետությունը, կարևոր պաշտոնների կամ դերակատարությունների նշանակիր մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ եւ կոմպետենտ չեն։ Կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում։ Խնդիրը ամենևին էլ բուժքույրերի աշխատանքը կամ բուժքույրերին նվաստացնելը չէ։ Տիկին Հունանյան, խնդիրը արդյունավետությունն է, թե դուք որքանով կկարողանաք արդյունավետ կառավարել այս բարդ ոլորտը։ Մի մանիպուլացրեք, հորդորում են ընդդիմադիրները։ Իդեպ, ինչ եղավ այն խոստման հետ, որը Հռիփսիմե Հունանյանը տալիս էր 2022-ին։ Լրագրողներին վստահեցնում էր, որ պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ։ Դեռ 3 տարի անց պատրաստվում է։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարությունն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սերա թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ Հոգատարության ու սիրո մասին հայտարարություններից վայրկյաններ անց Վարդենիսում դիահերձարան չլինելու մասին հարցից զայրացած ՔՊ-ական падգամավորը հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունն այնքան մեծ չի, որ մարդիկ չկարողանան 70 կիլոմետր գնալ ինչ-որ մի տեղ հասնելու համար։ Այդ ինչ-որ մի տեղը Մարտունու դիահերձարանն է։ Տրանսպորտ գոյություն ունի ավտոմեքենաներ։ Հետո էլ ավելի է զլում իր հայտարարությունը ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի ՔՊ-ի պատկերացրած տեխնացուն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մարզպետարանը պետքա լինի ամեն տեղ։ Եթե մարդ մարզպետարանի հետ գործ ունենա, պիտի չգնա մարզպետ բանում պետքա մի հատ Վարդենիսում մարզպետարան բացեն, որ չհասնի Մարտունի։ Ու ոչինչ, որ մարզպետարանն ու դիահերձարանը նույն բանը չեն։ Իսկ հիվանդանոցը խիստ անհրաժեշտներից է, որքան շատ լինի այնքան լավ, նկատում են ընդդիմադիրները։ Ավելացնում, Հայաստանում մահվան դեպքերն աճել են, 2024-ին մահացել է 15166 մարդ, որը 6.3% ավելի է 2023 թվականի համեմատ։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը չունի գումար, դատապարտված է մահվան։ Հայաստանի իշխանությունն ամեն տարի խոստանում, բայց իրականություն չի դարձնում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը։ Շարունակում են ընդդիմադիրները, նկատում վճարովի է անգամ այն, ինչը անվճար է օրենքով, օրինակ քաղցկեղի բուժումը։ Մարդուց հիվանդանոցներում միլիոններ են պահանջում, պետությունը, եթե փոխհատուցում է, ապա միայն հազարներով։ 150,000 դրամ է հատկացնում տարեկան, նորից եմ ասում, դա ցավազրկողի գումար անգամ չի կարող լինել։ Պետպատվերի լինելու, բայց իրականում չլինելու մասին էլ չասած։ Երկրորդում եմ այն փաստը, որ այո, մենք առողջապահության օղակում ունենք բացեր։ Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ՔՊ-ականներից պայքարել է նաև Զարուհի Բաթոյանը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, ինքը լավ տեխնացու էր, չընտրեցին, բայց իհարկե նեղացած չէ, թող լինի Հռիփսիմե Հունանյանը։ Պատգամավորի նկատմամբ բարձրագույն կրթության պահանջ չենք սահմանել։ Հանձնաժողովի նախագահի նկատմամբ էլ պիտի նման պահանջ չսահմանենք։ Ընդհանրապես, ինչ բարձրագույն կրթություն կամ բարձրագույն կրթության արժևորում այն երկրում, որի վարչապետն անգամ չունի բարձրագույն կրթություն։
Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։